Հնարավոր է արդեն միջնորդ որպես նա չկա, արդեն վերջնական պատվիրատուն է ձեր այդ միանգամից աշխատում ձեր գործընկերների միջոցով։ Պարոն Կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտեն այնուամենայնիվ արդեն 3-րդ ձայնագրությունն է հրապարակում, որը վերագրում են ձեզ, դուք ինչպես կմեկնեք։ Տեսեք, եթե ձայնագրություն անեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարությանը եւ շատ ընտրություններով զբաղվող անդամներին, ինձ թվում է այնպիսի բաներ անդես կգա, որ մենք շատ կտխրենք։ Մի քանի բան ասեմ, օրինական առումով, օրենքի առումով, ինչքան ինձ բացատրեցին, խնդիրը գրանցված աշխատողներին որպես բան են ներկայացնում, բայց ինձ ավելի շատ մտահոգեց խոսույթները, որ խոսույթը իհարկե հատուկ չէ ներուժի եւ մեր պատկերացրած Հայաստանի խոսույթին, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարևոր է, որ խոսույթը մեր հասարակության մեջ փոխվի, դա այդ քպական խոսույթը վերանա։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում կա դա, հա, որպես ամենայն հավանականությամբ ձայնագրությունը մոնտաժված եւ ամենայն հավանականությամբ կողմերի մեջ ինչ-որ ուղարկված մարդկանցով ձայնագրության ընթացքում էլ հարցնում են, ասում են ուղարկված ես կամ ինչ-որ հատուկ եք անում, ինչ-որ տենց բաներ էլի կան, մենք հասկանում ենք, բայց մեր հանրությունը պետք է հասկանա, որ մեր ձեռագիրը հենց այդ ամեն ինչից Հայաստանը։ Բայց ամեն դեպքում դա կա հրապարակված ու հիմա իշխանության ներկայացուցիչները այսպես հրապարակում են, ասում են տեսեք ժողովուրդ, իրենք ինչպես են արտահայտվում ձեր մասին, ինչպիսի խոսույթով են խոսում։ Իրենք ինչպես են արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին։ Ինչեր են մեզ ասում։ Ամբողջ օրը դուրս են գալիս հենց պետք չէ գաղտնա լսել իրենց, որպեսզի տեսնեն, թե իրենք ինչպես են արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին։ Միացնում ես ազգային ժողովի նիստերը ու տեսնում ես ինչ են իրար հետ անում, ինչ խոսույթները պետք է փոխվի, արգելի քաղաքացիներ, մենք այս փոքր հարցերով մեզ շեղում են։ Մեր օրակարգը, կներեք, մեր օրակարգը շեղում են։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի օր առաջ այս մեր երկիրը այս աղքատությունից դուրս գա։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի, մարդիկ աշխատանք ունենան։ Ձեզ կարող են տասնամյակներով էլ սենց պատմություններով ամեն շաբաթ մի հատ պատմությունով շեղեն։ Բայց դա չի շեղում այն ճանապարհը, որ Հայաստանում massական գյուղերում ռոռոկման ջուր չկա, արոտավայրերի խնդիր ունենք, արոտավայրերը հանձնում ենք, ծառերի հետ կապված, այգիների հետ կապված, ռոռոկման ջրերի պակասի պատճառով մեծ խնդիրներ ունենք։ Ազգային ժողովի նիստում 13 ջրամբար է խոսք տվել, 13 ջրամբար է խոսք տվել, 1 ջրամբար ոնց որ ստացվեց 5 տարում 13 ջրամբարից 1 ջրամբար է ոնց որ ստացվել։ Բայց թրիփել է ստացվել, ասում են, թրիփը մեծ հնարավորություններ է բերելու, ասում են։ Անցած ընտրություններն էլ ուրիշ բան են խոսք տալի։ Ամեն ընտրությունից առաջ մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ունի, գալիս են ինչ-որ բան են խոսք տալի։ Ինչու ենք ասում պետքա փոփոխություն։ Իրենք խոսք են տվել, 8 տարի տեսել ենք, սիրելի հայրենակիցներ։ Մանր մունր ռեմոնտ են անում ու մեր ժողովրդին իհարկե ժողովուրդն էլ չի երկար տարիներ չի տեսել ինչ-որ տարբերություն, փոքր ռեմոնտով ուզում են ասել, որ սա ձեր երազանքի վերջն է։ Մեր երազանքի վերջը փոքր ռեմոնտները չէ մեր գյուղերում։ Մեր երազանքի վերջը դա բարեկեցիկ, աշխատանքով ապահովված, առողջապահությունը նորմալ ապահովված հասարակությունն է։ Պարոն Կարապետյան, ձեզ մի հատ, Սամվել Կարապետյանին քարոզարշավի ընթացքում այսպես մասնակցելու է, հանդիպելու է ժողովրդի հետ։ Ես մեծ հույս ունեմ, հենց այսօր էլ այստեղ ենք մենք բոլորով, մեր հանրության նշանակալի մասը, մենք հույս ունենք, որ հազարավոր մարդիկ այստեղ են հենց այդ հույսով։ Ու մեկ հարց էլ, նայեք, իշխանությունները ընդդիմադիր թե ձեր ուժին, մյուս ընդդիմադիր, հա, ուժերին այսպես ասում են պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ես պատասխանեցի, որ հա մի փոքր ուշ մեջ։ 3 գլուխ, չէ, 300,000 գլուխ պատերազմ, խաղաղության, իրական խաղաղությունը դա երաշխիքներով խաղաղություն է։ Մենք թուրքերի հետ առանց երաշխիք, այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Մենք Թուրքիային չենք վստահում։ Ինքը վստահում է, ինչից է վստահում։ Դուք ում եք որպես երաշխավոր տեսնում, որ երկիրն է օրինակ պատրաստ, այդպես որպես այդպեսի Արփիջան համբուրի, հա, որպես երաշխավոր օրինակ այս պատերազմը։ Տարածաշրջանային երկրներ կան, որոնք հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։ Պարոն Կարապետյան, եթե Գիտեք, մեր հարևան երկրները, նաև կա Ամերիկա Միացյալ Նահանգները, ով տրիպի նաև որպես վկա է, փորձենք փոփոխություն տեղի ունենա, որպեսզի
որպես երաշխիքներով հանդես գան։ Եթե ձայնագրության մեջ խնդրահարույց ոչինչ չկա, ինչի կուսակցության ենթադրաբար աշխատակիցը գրասենյակի ասում բաց կապով մի խոսեք, դա ինչի մասնակցում, ինչ է նշանակում։ Երևի տեղեկատվական հիգիենայի հետ կապված հարցեր են։ Նորմալ է, որ օրինակ ասում են այնտեղ ալիկը շալվար է առել, 200,000 տալիս են, 100,000 կտան։ Ասեմ, խոսքի մեջ շատ բաներ կա, որ կարող նորմալ չլինի, բայց եթե մենք քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների զրույցները լսենք մի օր, մենք շատ նորություններ կիմանանք իրենց մասին, բայց հիմա ձեր մասն է խոսքը, իրենց մասին չէ, իրենց միակողմանի պետք է երկկողմանի իրենց արասներն են մի հատ բացել, բայց մի բան կարող եմ ասել հաստատ մեր ոճի մեջ խոսույթը, այդ ոճի խոսույթը մեր հանրությունից մենք պետք է հանենք, ինչի։ Պարոն Կարապետյան, եւ Ռուսաստանի հետ կորելացիան մեծապես ավելացրած իշխանությունը ձեզ պարբերաբար մեղադրում է ռուսամետության մեջ։ Ինչպես է գնահատում այդ հայտարարությունները։ Մենք տեսնում ենք, որ առևտրաշրջանառության աճերը հենց այս իշխանության ժամանակ են ավելի մեծացել։ Տեսնում ենք, որ ավելի է խորացել տնտեսական կախվածությունը եւ այլն։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Կախվածությունը երկու անգամ բարձրացրել է Ռուսաստանի հանդեպ։ 400 անգամ ավելի շատ արտահանում է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա։ Ֆրանսիայի արտահանում, այո, ճիշտ է։ Ֆրանսիա գնացող արտահանումը, բայց ասեմ, մետված լինելու մասին էլ կասեմ հիմա։ Հայաստանից Ֆրանսիա արտահանումը Փաշինյանի կառավարության ժամանակ անկում է ապրել 8 տարվա ընթացքում։ 8 տարվա ընթացքում անկում է ապրել։ Ինչ հարաբերությունների մասին է խոսքը։ Դու հələ կարողացի բան վաճառել այնտեղ, պրոֆեսիոնալ թիմ ունեցի եւ վերջապես ունեցի էկոնոմիկայից հասկացող մասնագետներ, նախարարներ, որպեսզի վաճառք իրականացնենք Ֆրանսիա։ 25% անցած տարվա տվյալներով 18 թվի հետ համեմատած արտանումը Ֆրանսիա իջել է։ Ֆրանսիա արտանումը մոտավորապես իմ հիշելով 400 անգամ ավելի քիչ է, 400 անգամ։ 440,000%։ Դուք փոխել եք դիվերսիֆիկացնել եք տնտեսությունը։ Դա է ազատությունը, ինքնիշխանությունը, դա տնտեսության դիվերսիֆիկացիան է։ Պարոն Կարապետյան, ընտրակաշարք ստանալ այդպես է որակում հակակոռուպցիոնը դուք հետքում եք թե ընդունում եք այդ հավատքը։ Կան Հայաստանում կան քաղաքապետարաններ, պետական, որ հարյուրներով մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս այս բանը։ Թող մեր ժողովուրդը լավ գիտի, ով ինչ է խոսք տալիս, լավ գիտի իրանց փողոցում, ով ինչ է ասում։ Հիմա իրենց օրինակ Նիկոլ Փաշինյանի լայվերում, որ մեկը մոտենում ինչ-որ բան խնդրում է, ասում է հիմա արգելք կա, չեմ կարող անել։ Բայց ասում Արսեն ձայնագրությունը մարտին է տարածվել, են մեկը նոր է տարածվել, այսինքն կա մարզպետ, որ տուն է բաժանում։ Չէ, օրենքի խախտման նկատի ունեք։ Երևի խախտում չի դա։ Եթե իշխանական ես ու տուն ես բաժանում, խախտում չի։ Դուք էլ լայվի ռեժիմում արեք ինչ անում, պարոն Կարապետյան։ Դա խախտում չի լինի, չէ՞։ Կնեք սրա հետ կապ։ Տեսեք, կարիք չկա դրա, ժողովուրդը փոփոխության ա ուզում, 70% մեր ժողովրդի իրանցից հոգնել է։ 70 եմ ասում, բայց ասում են, որ 75 հոգնել է այդ մարդկանցից։ Կարիք չկա մարդկանց մոտիվացնելու, որպեսզի իրանցից հեռու մնան։ Բայց իրենք ասում են 60% ձայն ունեն անկանում, այսինքն խնդիր է, երբ որ շատ գործիչներ են այդպես սոցիալապես անապահով մարդկանց որ տուն տալիս են, դա լավ չի։ Իհարկե լավ է, սոցիալապես անապահով մարդկանց լավ է, բայց ընտրական process-ների ժամանակ իրենք թող գրեն, որ սոցիալապես անապահով մարդկանց տուն տալը լավ է։ Պարոն Կարապետյան, գործընկերներից հարցի հետ կապված իրենք երբ որ այս հարցը ուղում ես, իրենք ասում են մենք ընդհանրապես կառավարության մեր ծրագիրն ենք իրականացնում, օրինակ երբ որ իրենց հարցը սուղում ասում եք, երբ որ դուք գնում եք այստեղ քաղաքացիներ ձեզ դիմում են, իրենք ասում են մենք մեր ծրագիրն ենք իրականացնում։ Բարեգործականը հարյուրավոր առողջապահական ծրագրեր է իրականացնում։ Մենք դեպք ունենք, որ մարդը հիվանդանոց պարկած այդ հայտարարությունը եղել է, դրանից հետո մենք հայտնել ենք, որ չենք կարողանում ֆինանսավորենք այդ մարդուն, որպեսզի կարողանա իր առողջության հետ կապված հարցեր լուծի։ Բարեգործականը 11-ով, բայց դուք հիշեք Խոմաշյանի դեպքը։ Մարդը 104 տարեկան պատերազմի վետերանին, ով կյանքում երևի ընտրության հետ որևէ կապ չունի, խոսքի մեջ, ում 5 տարի անընդմեջ աջակցել է, ծնունդն է կազմակերպել, տարբեր պատվո երեկոներ է կազմակերպել գոհարմեր։ Տարել երեխան 2 ամսական, ուզում են կալանավորենք։ Ինչի մասին է խոսքը։ Իրանց հիմնական նպատակը շոու սարքելն է։